թուրքական ընկերություններ Հայաստանում դեռ կան 2012-13 թվականներից, ընդ որում դրանք ուղղակի Հայաստանի օրինակ նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են, ընդ որում մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե միջնորդավորված, այլ շատ ուղղակի եւ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։